Սոդան յուրաքանչյուր տան խոհանոցում կա։ Այն լայն կիրառություն ունի կենցաղում, խոհանոցում եւ բժշկության մեջ։ Իսկ բացի այդ կարելի է օգտագործել մազերը լվանալու համար։ Այն ոչ միայն մաքրում է մազերը, այլև խնամում է գլխամաշկը։ Սոդայի օգուտը մազերի համար կա որոշակի խումբ մարդկանց, ովքեր նախընտրում են խանութային պարֆյումերային միջոցների փոխարեն տնային բաղադրատոմսեր։ Այդ դեպքերում սոդան օգտագործվում է գլխի մաշկի եւ մազերի աղտոտվածությունը վերացնելու համար։ Պատահում է, որ շամփունը վերջանում է ամենաանպատեհ պահին, եւ այդ ժամանակ խանութ վազելու փոխարեն կարելի է գլուխը լվանալ սոդայի լուծույթով։ Գլուխը սոդայով լվանալիս մազերը դառնում են ծավալուն, մաքուր եւ փափկամազ։ Գլխամաշկի միջավայրը նորմալանում է, քանի որ սոդան ունի հիմնային ալկալային ազդեցություն։ Գրեթե միշտ մազերը լավ են հանդուրժում սոդայի լուծույթի հետ շփումը։ Միաժամանակ մազերի մաքրման հետ կատարվում է գլխամաշկի պիլինգ։ Սոդան իշտ տանը կա, հասանելի է գնել յուրաքանչյուր սուպերմարկետում եւ շատ էժան է։ Շարունակությունից առաջ հրավիրում ենք բաժանորդագրվել ալիքին, որպեսզի չկորցնեք մեր նոր թողարկումները։ Ոմանց չի համապատասխանում երբեք, բայց նույնիսկ ամենաչեզոք եւ հասանելի միջոցն ունի հակացություններ։ Սոդան որպես մազերի մաքրող միջոց չի կարելի օգտագործել, եթե առկա է ալերգիական անհատական անհանդուրժողականություն սոդայի նկատմամբ, ինչպես նաեւ բնական չափից ավելի չոր մազերի եւ գլխամաշկի դեպքում։ Երբ գլխամաշկի վրա կան վերքեր, էրոզիաներ կամ այլ վնասվածքներ, բորբոքման հետևանքներ, դերմատոլոգիական հիվանդություններ, որոնք տեղակայված են գլխամաշկի վրա։ Երբ մազերը վերջերս ներկված են, սոդան դուրս է մղում ներկանյութը։ Ինչպես լվանալ մազերը սոդայով։ Սոդան կարելի է կիրառել տարբեր ձևերով, շամփունի փոխարեն։ Այդ դեպքում 3 փոքր թեյի գտալ սոդան լուծել 150 մլ տաք ջրում, մի փոքր սառեցնել, կարելի է ավելացնել մի քանի կաթիլ անանուխի կամ ասեղնավոր ծառերի եթերայուղ։ Գլուխը լվանալ լուծույթը վերցնելով ափով եւ քսելով գլխին, մերսելով արմատներին։ Այսպես գլուխը լավ կմաքրվի, մազերը կդառնան փափուկ եւ փափկամազ։ Ամբողջ լուծույթն օգտագործելուց հետո լվանալ տաք ջրով եւ օղողել կիտրոնի հյութով։ Որպես չոր շամփուն, այս մեթոդը հարմար է միայն բաց գույնի մազեր ունեցողների համար։ Մի փոքր սոդա բաշխել գլխին եւ 3 րոպե հետո հեռացնել մնացորդները։ Ներքը մազերից հեռացնելու համար, եթե ձանձրացել է կամ չի սազում ստացված գույնը ներկումից հետո, պետք է խառնել 3 մեծ գտալ սոդա 200 մլ կեֆիրի հետ եւ ստացված խառնուրդը քսել գլխին հավասարաչափ բաշխելով ամբողջ երկարությամբ մազերին, հետո դնել պոլիէթիլենային գլխարկ եւ նստել մոտ կես ժամ այդ կոմպրեսով գլխին, ապա լվանալ տաք ջրով։ Թեփի դեմ կազմ, դիմակի համար թեյի գտալ սոդա, կրկնակի քանակությամբ աղացած սուրճ, թեյի գտալ կալենդոլայի յուղ։ Բոլորը խառնել եւ ներբորեն քսել գլխամաշկին, լվանալ 15 րոպե հետո չեզոք շամփունով։ Մազերը լուսավորելու համար խառնուրդ պատրաստել 2 ճաշի գտալ սոդայից, կիտրոնի հյութից, հեղուկ մեղրից եւ մի քանի թեյի գտալ դարչինի փոշիից, նոսրացնել երիցուկի թուրմով եւ քսել մազերին։ Հետո օգտագործել պոլիէթիլենային գլխարկ եւ սպասել 40 րոպե։ Լվանալ սովորական շամպունով տաք ջրով։ Վնասված մազերը վերականգնելու համար հարմար է սնուցող դիմակ, հավասար քանակությամբ սոդա, ձիթապտղի յուղ եւ գլիցերին, քսել գլխին, պահել 10 րոպե եւ լհամաշ շամպունով։ Սոդան կարող է օգտագործվել մազերի մաքրման եւ առողջացման համար։ Այն օգնում է վերացնել թեփը, վերականգնել կառուցվածքը, մեծացնել սանրվածքի ծավալը, դարձնել մազերը հնազանդ։ Այն արդյունավետորեն փոխարինում է խանութային պարֆյումերային միջոցներին, առանց վնասելու ոչ մարդուն, ոչ շրջակա միջավայրին։